Պասնձի եղբայրները կսիրենք, ամբոր եղբայրը չի սիրեր, մավան մեջ կմնա, ամենը, որ իր եղբայրը կատե, մարդասպան է, գիտենք, թե ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի, եղբայրներ կույրեր, իշկան գեղեցիկ է գրում ավետարանը, իշկան ճիշտ է, ասում է ժամանակի մենք այդպես ենք, բայց հիմա փոխվանք, մենք և Բողոս Արաքյալը նորից գրում, ասում եք քնեցեք, ձեր անձերը հավատքի մեջ եք, մենք ինչպիսի կյանքով ենք ապրում, էլի ատելության կյանքով, մեր փառքը փնտրելու համար, ինչպես մեր արդակ եղբայրներս, մեր փառքն ենք ցանկանում փնտրել, եկել ենք ստեղ մեզի ուղղակի լավ վերաբերմունք տեսնենք, մենք մեզի փառավորենք, թե եկել ենք Աստծուն փառավորենք, Աստծո կամքը կատարենք, իր սիրով ապրենք, եղբայրներ քույրեր, ոչ թե ատենք, այլ սիրենք եղբայրներ քույրեր, ոչ թե չներենք, այլ ներենք եղբայրներ քույրեր, սա է կենթանի մարդու, որ կենթանի մարդը Աստծո կամքը կատարի, հոգևորապես կենթանի, ոչ թե իր կամքը կատարի, եւ Աստված մեզ կանչել այդպիսի կյանքից, եւ դրա համար ես կարդացի Սաղմոսը հենց սկզբից, ասում է 873-րդ Սաղմոսը, ասում է, թե ես սկզբից սկսե չէի հասկանա այս բոլորը, անմիտ էի, Եվ նաև անասունի պես է իմ ցանկություններից մեջ, իմ նպատակներից մեջ, բայց ասում է հիմա, ասում է իմ սիրտս ես հիմա քեզ հետ եմ եւ գիտեմ, որ եղբայրներ քույրեր, որ դու իմ ձեռքս կբռնես եւ քո խորհրդով ինձ կառաջնորդես ու վերջում էլ ինձ կընդունես։